հավաքական թիմը պատրաստ էր այս ամեն ինչին, ճիշտ է, ավելի լավ բարձր արդյունքներ կարային գրանցեինք։ Դե տղաների հավաքականից մեր 23-ների հավաքականից 3-ը չեմպիոն տվեցին, 20-ների հավաքականից 1-ը չեմպիոն։ Ընդհանուր առմամբ լավ էր, ինձ թվում է մարզիչներն էլ էին գոհ, բայց ես մտածում եմ, որ կարայինք ավելին անենք, որովհետև լավ ենք նախապատրաստվել, վնասվածքներն էլ տես չխանգարեցին մրցելույթի ժամանակ, ինձ թվում է ավելին կարող լիներ, հնարավորինս չափով ինչքան կարեցինք, մենք արեցինք, մեր ամբողջ ուժը ներդրեցին գործի մեջ եւ ստացվեց էլի։ Եթե համեմատենք մրցակիցները մեծահասակների թիմում մի քիչ ավելի ընդր պայքարն ավելի շատ է, բայց հա ճիշտ եք ասում, մեծահասակների մուտք դեպի սկիզբն է, այս 23 տարեկանները պետք է ավելի շատ աշխատել, ավելի շատ պարապել, տանջվել, ու ինձ թվում է կստացվի էլի։ Շատ գոհ եմ, ունեցանք աղջիկներից 8 ոսկի, 3 բրոնզ, ուղղակի մեր Թումասյան մերին չկարողացավ պայքարել մեդալի համար, ինչը որ տխրեցրեց մեզ եւ հավաքականին, որովհետեւ վնասվածք ուներ, վնասվածքի պատճառով շատ գոհ եմ Ալեքսանդրայից, նա բավականին լավ հանդես եկավ եւ նոր կիլոգրամներ բարձրացրեց, նաեւ ռեկորդ ընդանուր սումայով, շատ գոհ եմ նաև Էմայից Պողոսյան, վնասվածքից հետո, մեծեր Եվրոպայից հետո, ինքը համ ֆիզիկապես, համ հոգեպես շատ ընկճված էր, կարողացավ, հավաքվավ եւ լավ մրցում հանդես եկավ, մենք էլ շատ հպարտ ենք, շատ ուրախ ենք, հիմա մեր մոտ հանգիստ է, ունենք վնասվածքներ, պետք է բոլոր երեխաները բուժվեն, հետո պատրաստվենք առաջիկայում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։ Նախորոք չեմ սիրում խոսել, բայց շատ հեռանկարային երեխաներ են, մենք հիմա բոլորիս նպատակն էլ օլիմպիական խաղերն են, մենք ուզում ենք, որպեսզի առանց վնասվածքների գնանք դեպի օլիմպիական խաղեր։ Մի քիչ գոհ եմ արդյունքներիցս ավելին կարող էի, ճիշտ է, մեդալի արդյունք չէր լինի, բայց մի քիչ դաստակներս էր ցավում, մեկ է մեջքի վնասվածք ունեի, դա մի քիչ է խանգարում ավելին բարձրացնելու համար։